Եթե դուք մարտաֆիլմերի սիրահար եք, ապա այս հարվածը հաստատ տեսել եք։ Այս հարվածը ես նույնպես կատարել եմ տարիներ առաջ իմ մենամարտի ժամանակ։ Այս հարվածը կոչվում է յոկո գերի։ Յոկո ճապոներենից թարգմանաբար նշանակում է կողմ, իսկ գերի նշանակում է ոտքի հարվածները։ Միասին ստացվում է ոտքի կողային հարված։ Յոկո գերին հարվածում են ոտքի այս հատվածով, որը ճապոներենով կոչվում է սոկուտո։ Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում սոկուտո։ Սոկուն դա ճապոներենից թարգմանաբար նշանակում է ոտք, իսկ տոն նշանակում է սուր, այսինքն ոտքի սուր հատվածը։ Նույնը կարելի է ասել շուտոյի մասով, որը նշանակում է շու, ձեռք, իսկ տո արդեն ձեռքի սուր հատված։ Հիմա երբ արդեն գիտենք ոտքի որ հատվածով պետք է կատարենք հարվածը, այժմ ցույց տամ, թե ինչպես է այն կատարվում։ Նախ եւ առաջ, մեկ հաշվին ծունկը բարձրանում է վեր, երկրորդ հաշվին հենված ոտքը կատարում է կողք պտույտ, իսկ այստեղ մեր կրունկը ուղիղ գծով պետք է բացվի դեպի թիրախը ու կատարում ենք հարված։ Այստեղ պետք է ուշադիր լինենք, որ կրունկը ուղիղ գծով գնա, հակառակ դեպքում կստացվի վատ հարված, որը ցանկալի չէ։ Յոկո գերի հարվածը կարող եք կատարել տարբեր բարձրությունների վրա։ Կարող եք կատարել գեդան, չուդան եւ ձյոդան։ Սկզբունքը նույնն է։ Սա նույն ռեզինը ժապավենի սկզբունքով է աշխատում։ Երբ ռեզինը լավ եք հետ քաշում, բաց թողնելուն պես այն կատարում է ուժեղ հարված։ Իսկ ինչպես զարգացնել շարժունակությունը, որպեսզի յոկո գերի հարվածը կատարենք ավելի էլաստիկ եւ մաքուր։ Նախ եւ առաջ ընդունում ենք կքանստած դիրք, ոտքը բացում ենք կողք, մարմնով տեղափոխվում ենք բացված ոտքի վրա, բացված ոտքը խաչում ենք, կատարում ենք պտույտ, հիմա արդեն մյուս ոտքով ենք գնում կողք, այնուհետև նորից դանդաղորեն տեղափոխվեցինք, նորից խաչվեց և պտույտ, նորից բացվեց և այսպես շարունակ կարող եք փորձել ոտքերը փոխելով։ Սա շատ լավ վարժություն է ուժի շարժունակության համար, բայց եթե ուզում եք ավելի լավ կատարել այս հարվածը, պետք է անդադար փորձեք և փորձեք ավելի կատարելագործվել։ Շաբաթը 1-2 անգամ անելով ոչինչ չի ստացվի։ Պետք է միշտ կատարեք հարվածը, որպեսզի ձեր մկանները արդեն սովոր լինի այդ հարվածը ճիշտ կատարելուն։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ձեզ հետ Սենսեյ Վլադն էր, իսկ դուք մեկնաբանություններում նշեք, թե որ հարվածը կցանկանաք ուսումնասիրենք հաջորդ տեսանյութում։